Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, կամ բիզոնից ես երևում ավեր, այգու գործերը շարունակվում են, բայց ասեմ, ովքեր այսպիսի հոլովակներ չեն սիրում, ուզում են գնամ ուրիշ տեղեր, ուրիշի նկարեմ, հյուրընկալվենք, հողագործություն չլինի միայն, ցանց չլինի միայն վլոգներս, ապա ասեմ, որ այդպես չի լինելու, իսկապես լինելու են նաև ուրիշ գյուղեր, լինելու են նաև ուրիշ մարդիկ ու ուրիշ գործողություններ, այնպես որ ովքեր նոր են միացել ալիքիս կամ մտածում են արդեն դուրս գան հողագործության, ցանքսերի հոլովակներ չեն ուզում նայել, մնացեք ալիքում, որովհետև շուտով լինելու են տարբերվող այլ հոլովակներ։ Սիրելի հետևորդներ, մի կողմից ցանելով գալիս ենք, մի կողմից վարում ենք, մի խոսքով խառը ով ինչ հասցնում անում, ի սկզբանե այստեղ տեսել եք, որ այս լրիվ փչացել էր սետկեն, հին էր, ժանգոտել, պոկվել էր, այստեղ բացօթյա էր ու ցանց չէին կանում այդտեղ մի քանի տարի շարունակ, հիմա սիրունացնում ենք, բարեկարգում ենք մեր այգին, որպեսզի մեր ցանքսերը կենթանիներ չգան, չտրորեն, չուտեն ու չփչացնեն։ Մի խոսքով այս սետկեն նոր ենք քաշել, այնտեղ էլ շարունակում են բնդացնելը Թաթուլն ու Նարեկս, ես էլ անցնում եմ գործի։ Այսօր իրար հետ ցանելու ենք ինչ գարուխ, ոլոր։ Գնանք անցնենք գործի, ձեռնոցնից հագնեմ ու հայդա չափարը։ Սիրելի հետևորդներ, եթե ուզում եք գարուխը շուտ դուրս գա, ու առհասարակ այն սերմերը, որոնք որ գիտեք պինդ են, ուշ են խոնավանում, դժվար են ծիլ տալիս, նախապես թրջեք։ Գոնե ցանելու առաջի իրիկունը թրջեք ու մյուս օրը ցանեք, 2 օրում կծլեն։ Հիմա ես ինչ եմ արել, գարուխը թրջել եմ, տեսեք, տակինին արդեն ոնց որ այն կլոր լավ գարուխները լինի, բայց մինչև թրջելը քեզ թվում է սա ընդհանրապես չի ծլի, որովհետև ինքը ցածկու չեկած է, մամայիս սերմնա, ասաց այդպես ճլորած լինելուն մինայի, ինքը լավ ծլունակ է ու մշտակներն էլ այն փոքրները չի, որ 3-4 հատ 5 հատ լինում մեջը մեծ մշտակներ ունի։ Այնպես որ գնում ենք այգու մի կողմը, ոյ, ափսոսա։ Ցանած, մաքրած, սրմած ու վրկալած, չուրացրած մի վրեմ գիցեմ լենա։ Գնամ փոցխեմ, թեթև մարգերանեմ, որ ոլորը գցենք հողի տակ։ Գնացինք։ Բայց փոցխի լուքու գործնա։ Ստի անդեմ գարուխ ցանիլ, վրստի չափարը պնդծնի։ Էս ինչքան արմատ կա, բե։ Էս դու փոցխել ես այսքան արմատը թոլ արել։ Ուй։ Օբա։ Որ եղեն ասեր ծանդերա, հմի, ես ինչքան ծանդերա։ Էսը։ Նոր ենք և արել, ունենց պինդ տակը, ոնց որ թե ըսկի բահ չի կպել ես հողին, կամ իմ թե վերջնա հոգնած ես քանի օրից, լավ չի աշխատում, կամ էլ իսկապես պինդա, ես էլ էսպես, օպա, այս է մարգերի արանքներում լցնում եմ մի քիչ, որ ավելի լավ բերք ունենանք։ Տղս հեռույա, բայց դե ոչինչ։ Օպա։ Ոչ, մարկս կանդեցի։
Յուրաքանչյուր արխին, մարկին այ այդքանը հերիքա, որ պարարտացվի հողնայ ժողովուրդ։ Բայց դե, որ ասենք, հետպես հեշտ վրազ գործա չէ, էլի։ Յուրաքանչյուր գործ իրա բարդություններն ունի, իրա դժվարություններն ունի, հետո մենակ ցանելով չի։ Պիտի լեզուն հասկանաս։ Իմանաս, որը ոնց են ցանում, ինչ են անում, ես չեմ ասում, ես գիտեմ, հետա փորձում եմ, էլի։ Հարցնելով, ով ցանում է, հիմնականում մամային, հետա, օպա, ու տնանք, ինձ թվում է բերքից պարզ կլի, լեզուն հասկացել եմ ցանքսի, թե ոչ։ Ստինել, վերև կանգնեմ դեպի ներքև լցնեմ էլի։ Բերում ենք, ինչ ենք անում, այս հողը ջրում ենք, մի քիչ սպասում ենք, ուրիշ գործ կանեմ մինչևը։ Սա ջրում ենք, թողնում ենք մի քիչ նստի, որովհետև նոր եմ մարկել ու համել, որ ջրում ես ու մի քիչ մնում է, ցանելու համար, սերմի համար, որ անցքեր ես բացում, այդ անցքերը չի քանդվում։ Կարանք փորձենք, օրինակ հիմա անցքեր բացեմ, փորեմ, ծակեմ հողը ու տնակ հենց այդ ծակիչը հանեմ հողից, այդ ծակը փակվում է, անցքը փակվում է սերմի համար սարքված, բայց որ ջրում ենք ու հետո ենք բացում անցք, ինչքան ուզում այդ փորելու գործիքը հանես, ինքը մնում է այդպես անցքը բաց, անցքում սերմերը տեղադրում ես ու ծածկում ու 1000 դառնա։ Գնացինք։ Խողովակս կարճա շլանգը էլի, կարճա հստեղ չի հասնում, մինչև երկար առնենք, այսպես յոլատանեմ մինչևը։ Սիրելի հետևորդներ, ընդմիջեցինք մի քիչ, հիմի ցանում ենք։ Մարկիս երկու կողմին էլ ցանում եմ, այդպես բարձրանալու են իրանք ու իրար կպած պատի նման Փետ տալու կարիք չի լինելու, էլի երևի մի անգամ էլ ասեցի, էլի եմ կրկնում, բայց իրարից ցանում եմ ինչքան հեռու, մի էսա մոտիկից ցույց կտամ կտնակ, այս մի մարկը առանց ցույց տալ, առանց մոտիկից ցույց տալ, ես ցանեմ ու նոր մնացածը ցույց կտամ, հետ ենք գնամ, Օպա, 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 ձեռնոցս հանեմ, որ կարամ հեշտ, յուրաքանչյուր, տեղը 4 կամ 5 հատ, որ առատ բերք լինի, հիմնականում 4-ը, օպաս, Ինչ ենք անում, այ այսպես տեսեք, մեկը ստեղա լստուր, տակից ինչքան քանդում եմ ենքան խոտատյուս կելից, ես մատաղ, մեկը ստեղ, մյուսը այստեղ, ինչքան հեռու արեցի, մի 4-5 մատ, մյուսը ստեղ, մյուսը ստեղ, ու նույնին զուգահեռ իր մարկի այս կողմին, հավասար, եթե վստահ եք, որ սերմը լավն է, 4-ն էլ է հերիք, 3-ն էլ է հերիք, բայց քանի որ կասկածում ենք դուրս կգան թե չէ, որպեսզի հետո նորից չցանենք, բերենք մի անգամից շատ-շատ ցանենք։
Քանի օր այգու գործերի ենք, դե գործի հետ։ Հետա հազիվ հասցնում ենք ձերին։ Դեռ ծայրը չի երևում, որովհետև շատ է գործը, բայց դե դա ինչքան որ կհասցնենք։ Ցանեցի գարուխսել ոլորը։ Հիմա քանի որ ասեցի շլանգս կարճա, բերեմ ցնցուղով ջրեմ, մի լավ խոնավանա, որ կարողանամ շուտ ծիլը տեսնեմ ու անցնենք մնացած գործերին, բայց նաև իհարկե կջրեմ այս մնացած ցանքսերս, այն կանաչիները, սոխը, որ մի քանի մարկե սոխ եմ ցանել, այն կանաչ սոխից, ուզում եմ արդեն գամ տնամ, այսպես կանաչիներս դուրս են եկել, սոխը դուրս է եկել, սիրուն, սաղ այգին վարած է, գարուխս դուրս է եկել, մնացածն էլ ցանում եմ, այ այդ այնքան եմ ուզում արդեն տեսնեմ ցանածից դուրս եկածը։ Բզարեցի, մի կոֆե տվող դեր խմելի, տվեք էլի։ Գնամ ջուր բերեմ, ջրեմ, գարուխս։ Սիրելի հետևորդներ, հերթը հասավ մառոլին։ Այստեղ շատ փոცხելու գործ կար, ճիշտն ասած, այնքան մոլախոտը շատ էր, որ էլ ասելու չի։ Իսկ այստեղ ունեմ 3 տեսակի մառոլի սերմ։ Ընդհանրապես մառոլն էլ են միտեղ խիտ ցանում, հետո շիթիլ անում, այսինքն այդ վայ ապրես։ Ես չգիտեի, որ դու տելեֆ բան կանես։ Շոլոլո, շատ ապրես, ես ավրեն շաղ եմ տալի, շնորհակալ եմ անչափ, բախի կանավս ածեցիր։ Հա, հիմի այստեղ ցանում եմ, եթե խիտ դուրս կգա, հետո ամեն մի ցանած яրանքում մի հատ 2 հատ կդնեմ, որովհետև ինքը փարթամ թփեր է, էլի։ Ոյ բզարել եմ։ Սերմի գույներն էլ տարբեր, սպիտակ ու սևա։ Դե հույս ունեմ դուրս կգա, աստվածտա դուրս գա, ասել ինչպես նրանց ասեցի, մեկը 1000 դառնա, կակրազ անունն էլ այնա 1000-ա, չէ, մառոլի անունը։ Հա։ Առատ բերք լինի ու ոչ միայն իմ, այլ նաև բոլորիս ցանած սերմերին։ Այսպես։ Դրայից էլ իհարկե ծածկում եմ։ Լավ պարարտ հողով ծածկում եմ, որ բերքս լավը լինի։ Որ այսօր կարամ մի 2 սերմ էլ հողի տակ գցեմ, այսքան լավ է։ Վաղը կիրակի է, եթե եղանակը անձրևային չլինի, անպայման լիքը մեծ գործեր կանենք այգում, բայց արդեն նայել ենք, որ անձրևային է։ Ոչինչ, առավոտ եթե երկար չքնենք, էլի մի բան կհասցնենք։ Դե լավ քինեցի։ Օբա։ Այս ոնց է որ սոխտը գրում ես։ Սաղ հիմար պիրում ես, молодец։ Спасибо. Родной։ Ժողովուրդ, քանի որ էլ սերմեր ունեմ ցանելու, որոնք որ պիտի հետո շիթիլ անեմ, այն սերմերի ամանների չունեմ, չնայած ինչ տարբերություն, ամանները էլի։ Այստեղ հողը լցնեմ ու տնամ, որ սերմերն է մնացել, որ չեմ ցանել։ Գիտեմ, որ ընդեղ բիբար ունեմ, ուրիշ գույն ու ուրիշ տեսակի լոլիկ, բայց կարելի էր նաև վարունգ։ Վարունգը 2 օր ճիշտն ասած թրջել եմ անձեռոցիկի վրա տանն է, բայց դեռ ծիլ չի տվել, ասում են հա դե վարունգն ուշ է, էլի ծիլ տալիս։ Տնանք որքանով են ճիշտ ասում։ Մյուս տարի կհիշեմ այս ամենը, եթե չհիշեմ էլ հոլովակներս կմիացնեմ կտնամ, որ ես տհե բաներ եմ ասել։
Էս շատ լավ հողեր ա, վայ ապրես դու Թաթուլ ջան։ Նորեք ջան օրխոսը ստալը։ Վերդի ցապկով։ Դե վրես ես էլի ածն։ Հա։ Դա չեմ պիստի ածը։ Ապրես մատող։ Ապրիս։ Kantor met God zijn kachter, versnijdt, hè, die heeft met dit. Ja, ja, hij hoort het niet. Ոյ։ Իրոքցեցի դա քրքիր։ Հա, պահ պտի ծակ էլի։ Դե մոռացա։ Ուֆ։ Հիշը միջև լցնիլը վրա ռաբաժակնին ասցի հիշեմ վր տակերը ծակ եմ։ Վայ։ Մի ծակ, դες եմ։ Դե գոնե մի հատ էլի, մի քանի հատ։ Մի հատ նավ թուլի տակ սախ կծակ եմ էլի։ Դե պիտի նավ թուլի ծակ տահել չի։ Հա։ Ծակ է, թե չի ծակ էլի։ Թա դե ինչ դեռև։ Ժողովուրդ մի քիչ թարս էի, փաստորեն, բայց լավ անարեք զգոնե հուշեց։ Այս բաժակմերի տակը պիտի ծակեր լինի, որ հողը շնչի, արմատը ավելի լավ սնուցվի ու ծիլ տասերմա, հողը լցնելուց հետո եմ ծակում, բայց դե լավ է ուշ քան երբեք, հնիմնա։ Մի քիչ լցրելի, մի քիչ սհան, մնացածն է սա իրար մեջ հակցրած ենա, սաղ իրար հետ կանեմ ու կպրծնեմ։ Ժողովուրդ ունենք ароматный միաստի։ Միասիստый։ Մսոտ։ Բիբար, կարմիրել չի, համարյա սևա։ Տնանք պաչկի մեջին սերմը կա, թե չէ, եթե կա մի երկու հատ։ Կա, մի երկու հատ կա։ Եղանակը արդեն վատանում է, չնայած արդեն մտնում էլա, քանիսն է ժամի վեր։ 6:30 է, դեռ մտնելու վաղտը չի, ու փաստորեն եղանակից է որ վատնա։ Դե ախ մամա ջան։ Իմ բարդ կլինի, այս տարի ինչ ցանել եմ, հաջողությունով բերք տա։ Մյուս տարի անպայման բոլորից, այսինքն այս տարի բոլորից անպայման սերմ վերցնեմ։ Այդ մեկ էլ ունենք այս է լոլիկ, շատ են գրել, որ Գոհար ջան սև լոլիկ ցանի չես փոշմանի շատ համով է, ափսոս սերմը չունեմ ու չգիտեմ որ պատվիրեմ կհասցնի գա թե չէ, որովհետև արդեն էս էլ համարյա թե մի քիչ ուշ է ճիշտն ասած, չգիտեմ կհասցնի լավ դուրս գա, չի հասցնի, ասում են ենա պատրաստի սածիլ կարնեիր էլի, ուզեցի ես տարի այսը հետ սկսեմ տարիս։ Ես էլ մեկ-մեկ չեմ ցանում, շատ կլինի բան կանեմ։ Կառանձնացնեմ, մարկում հողում դնելիս, մի անգամից կառանձնացնեմ ու ամեքը մի տեղ կդնեմ, կարևորը դուրս գա։ Որպեսզի ես մեկում մենակ ենա լոլիկու, օյ, են հաշորդի, լոլիկու բիբարներ,
Հիշեմ անպայման ջրեմ մնացած ցանքսերս ու ծածկեմ։ Այս մեկում շատ լցվեց, դե ոչինչ։ Հիմա բերում եմ, հա, լավ էլ չեմ դրել տեսախցիկը։ Հիմա մի քիչ հող եմ բերում, յուրաքանչյուրի վրա մի քիչ լցնում եմ, ընդհանուր ջրում եմ ու պրծնում եմ։ Անցնեմ, այս մեկն էլ մի անգամից սարքեմ։ Այս պետք նա մամայի տված վարունգի սերմ։ Աբա ռոզմարինն էլ չեմ ցանել, սա ինչում ցանեմ։ Լավ, բերեք, վարունգը ցանենք։ Հա, ուռած, առողջ, լավ սերմերը։ Վարունգը հողում մարկում ցանիլիս մի 3-4 հատ գցում ենք։ Այնպես որ այստեղ էլ կարամ այդպես Էմին նյուրուշ բաներ բայց։ Երևի կաբաչկա է։ Իսկ դդումն ու կաբաչկեն էլ, դդումն ու դդմիկն էլ կցանեմ այնտեղ մի քիչ ու այնպիսի տեղ, որ այս փոքր այգուս մեջ չփարիս միջին ինձ չխանգարի։ Դա ասեմ, բարձ ավելի։ Այն թրջած վարունգի սերմն էլ ծլի այնպես կբերեմ գցանեմ։ Հետաքրքիր էր ուղղակի նրանց ծլունակությունը, լավնա լավը չի, այն մամայի սերմն է։ Իսկ այս մամայի սերմն է, այն Առնովի։ Առնովին կասկածում ես կաճի թե չէ, դրա համար այնպես ցանել եմ կծլի, կբերեմ հողում կդնեմ, չի ծլի էտա։ Սիրելի հետևորդներ, էտա այսօրվա գործը լավ էլ առաջ գնաց, որոշեցի, որ ռոզմարինն էլ ցանեմ, սրա հայեր են տարբերակը գիտեմ, չեմ ճիշտն ասած, այ, դրմակ ինչքան սերմ կա, չպարզեց, որ տնակ, վերդյան տնակ, կարամ հաշվեմ ենքան քիչ, բայց դե, լավ հահվայ է, երկու ամանում ցանում եմ, էլի եթե մեծ թփեր լինի, կառանձնացնեմ։ Այդ է։ Հիմա ինչ եմ անում, արդեն քանի որ եղանակն արդեն ունքերը գիտելա ու անձրևին 5 պակաս, արագ-արագ ես սերմորանքս էլ տանում եմ վրեն, հող եմ լցնում, բերում եմ, ջրում եմ, արագ-արագ ստեղ ցելոֆանով ծածկում եմ, ջերմոցի ձև եմ տալի, այսինքն ջերմոցի նման տաքացնում է ինքը, ջերմոցի էֆեկտ է տալիս, բառը գիտե ինչի ուզում ասեմ։ Սերմերս էլ ծածկում եմ ու պրծնում եմ ժողովուրդ։ Այ հենց այսպիսի հող է պետքը մեր սերմերը ծածկիլի համար, թեթև, մի քիչ ավազոտ ու պարարտ։ Էս է։ Մի անգամ էլ ասեմ, բոլորիս ցանածը հազարապատիկ, տասնապատիկ, լավ, տասնապատիկ օգուտ տա, բերք տա ու մենք էլ գոհ լինենք մեր աշխատանքից։ Սիրելի հետևորդներ, այսօր այդպես խառը մարը, ոլորը ցանեցինք, այստեղ վարունգ, լոլիկ, բիբար ցանեցինք, ռոզմարին այնտեղ ցանեցինք, այստեղ ինչ ցանեցի, մարոլ, հազարաթերթի կա, հազարա, մենք մարոլ ենք ասում, 3 տեսակի մարոլ կա այնտեղ ցանած, դա էլ ցանեցինք, այստեղն ամբողջությամբ վարվեց միջև վերջ, ինչքան որ պիտի վարվի էլի, այն վերևն արդեն շատ թեք տեղա չենք կարացանք սանենք, փոցխեցինք, գոմախ բերեցինք, շախտվեցինք, մի խոսքով ամեն ինչ արեցինք, մնում է ինչ անեմ, ջրեմ բոլոր ցանածներս, ծածկեմ ջերմոցի էֆեկտ տամ ու խիղճս հանգիստ գնամ տուն, համար եմ այսօր աշխատած, մնում է միջաշլեպած ուտենք, սոված ենք։ Էդ էլ տեղ է, դե գնամ, ապսուս էդ հսնեմ չի էդ շլանգը, ստիեք ջրեմ, բայց լավ, սրանք դե ընդամենը մի ծնձողով կջրվի ինդին էլ հսնեմ այլի, քանի լիսա էդ էլ անամ ես անձրև դիկյան, օպա, ես տարա, պաստի անել այ պես զմլերի վրես է դեռնեմ, Վերլևցի, քեզ ես խամոտնին հնգեր ջան, Օպա, այ լրիվ ես ավերես դիտարնեմ,
Սրանով բռնեմ դիան։ Ոայ քորա։ Ուֆ։ Հետեր չէ։ Հիմի բոլոր ցանքսերս ջրում եմ, բայց էս չէր։ Օֆ։ Էս շատ է ցնցող։ Հա, էսա, գիտենք։ Որ ծածկած եմ թողում ժողովուրդ, շուն, փիսո չեն գալի, վրով չեն անցնում։ Ցելոֆոնի վրով ռիսկ չեն անում երևի։ Բայց որ օրը բաց թողեցի, գալիս եմ տնեմ սախ ոտնահետ էր, այս դրանց ինչն եմ ասել։ Այն գազարը, արդեն այնքան ասել եմ հիշում եմ։ Այս մեկը համ եմ մյուսը պետրուշկեն, մաղադանոսը։ Ու որ ծածկած ենք թողում, մի քիչ խոնավ ա մնում ճիշտն ասած։ Խոնավությունը պահում ա, էլի արևը չի չորացնում վռաս։ Այստեղ էլ Ռեհանս լավ էլ դուրս ա եկել։ Այնքան ուշղացա որ դուրս ա եկել։ Այստեղ բոլոկը ամենաարտահայտվածը բոլոկն է։ Ահա, էսա։ Այն մի կողմին էլ բոլոկ ունեմ։ Այն հիշում եք երկար սորտի բոլոկ ցանեցի, բայց լավ որ դուրս չի եկել, տնանք ինչ կտեռնը։ Մեկ էլ այսօրվա ցանասները անպայման։ Երկու բան ցանեցի իստի։ Ինչ։ Լավ ջրեմ են մեկը այս երեկվա ցանասներն է, լավ խոնավան է։ Հա, մեկը նեխուր էր, հիշեցի։ Համ այդպես ձայն եմ հանում, համ էլ մտածումի թե երեգեն ինչ եմ ցանել։ Կոտիմն ու կարող է այս բոլոկներին կոտիմ եմ ասել։ Կոտիմն ու նեխուրն է այնտեղ։ Նեխուրը շատ ուշ է դուրս գալիս, դա լավ գիտեմ։ Այստեղ էլ սոխը ցանեցի, արդեն մտնեց մինչև ցանեցի։ Ու եթե չեմ էլ ջրել, մոռացել եմ ճիշտ։ Մոռացել չեմ ուշ էր։ Մութ էր արդեն չեմ ջրել։ Ահա։ Սոխն էլ է շուտ ծլում։ Այս վերջի մարկն էլ սպիտակից էր։ Դարմանի է, էլի, ասում են այս սպիտակ սոխը հազի վաղտ խորովում ես կամ վրեն պեսոկ ես լեցնեմ, շաքարավազ ես լեցնեմ ու այդ ջուրը խմում ես վռազ օգնում է։ Այս դե մնակ ասասները լսում ենք, հետով է։ Այդպես դարմաններ անում։ Այն մեկին էլ որ հասնի, չէ, ընդեղ էլ այսօրվա ցանածս մառոլն է։ Հասնու է, չէ թատ։ Ահա։ Լավ, թրջվի որ դուսկը։ Չէ, ինչ շլանգա պետք անպայման։ Հեմի օրը գործից գալիս կպիրես։ Հացար չէ։ Բայց նրանով ջրիլից եդը սրանով ջրիլս գալիս չի։ Ժամանակավար է, չէ։ Քեմ ես ծյուրնինգն է։ Ահա։ Մոլա, եկեք, կինանք են վարունգ լոլիկ բիբարն էլ ջրեմ ու սացիլները, որ ամաններ եմ ցանել եմ ու այսօր բոլանանք։ Սացիլներս էլ ջրեցի, ավելի ճիշտ սերմերս դեռ սացիլներ չեն։ Հա, գալիս եմ։ Ես դինեմ ստեղ, օպա։ Ժողովուրդ ստեղից լավ է երևում։ Ցույց տամ, դե իհարկե այս մեր գյուղն է, Իծակար գյուղը։ Իսկ այ սա մեր այգին է։ Այս են կանաչիններն է, այնտեղ սող են մնացածն է, այնտեղ մառոլն է, այն ամենածայրում, այ այնտեղ գարուխն է, այն մրթաթուլն է, գործանը։ Ու այդպես։
Քինում եմ այն ցելոֆոններ գցեմ այս ցանրածների վրա որ տականա ու վերջ։ Սիրելի հետևորդներ, այսօրվա հոլովակը այսքանով ավարտում ենք։ Արդեն տուն մտնել, մի կտոր բան ուտել ու հանգստանալու ժամն է, եթե իհարկե կարողանանք, ովքեր նոր են միացել ալիքիս, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություն, եթե հավանում եք հոլովակներս ու եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր այդքան դրական մեկնաբանությունների համար, չեք պատկերացնի ինչքան հաճելի է, երբ առավոտ տեղերից մեջ զարթնում եմ ու արթնանում եմ ու վրազ բացում եմ YouTube-ս, մտնում եմ մեկնաբանություններ, մտնում եմ Novi-ը ու դնում եմ այնքան շատ կան մեկնաբանություններ ու մեկը մեկից լավը, մեկը մեկից դրական հավեսով այդպես ոգևորվում եմ ու օրս սկսում եմ ձեր հետ բարձր տրամադրությամբ։ Իմիջայլոց այսօր մեր հարևանին, ով ունի 3 հատ աղջիկ, ծնվել է տղա, որի համար շնորհավորում ենք իրանց ու բոլոր այն մարդկանց, ովքեր որ այսօր բալիկ են ունեցել, այսօր իրանց բալիկի ծննդյան օրն է եւ առհասարակ ում ծնունդը որ այսօր է։ Այսօր ապրիլի 18-ն է 26 թվական ու այդքանը, իսկ հիմա հաջողանեմ ձեզ։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։